Իսկ հիմա երբ որ մենք արդեն հասկանում ենք որն է մեր հիմնական նպատակը մաքսիմալին հասնելու, ինչ ոնց որ ուղղությամբ մաքսիմալ էլի, որ առումով մաքսիմումին հասնելու, եկեք probability-ից մի քիչ տեղափոխվենք արդեն likelihood, որը որ իրար շատ նման են ու իրականում համարյա թե նույն բանն են ցուցադրում։ Մենք ասացինք, որ պետքա բոլոր այս մեր հնարավոր այս տարբերակներից 0.5-ից, 0.8-ից, 0.9-ից ընտրենք n, որի որ արժեքը probability, արդեն տեղափոխվում ենք likelihood-ի, ամենամեծն է։ Բայց likelihood-ը գալիս է ոչ միայն սովորական տեսքով, այլ նաև մենք պետք է հետագայում ածանցենք, ինչը որ արդեն տալիս է այդ մաքսիմումի կետ, մինիմումի կետ, այդ բոլոր ածանցման տեխնիկաներն է մեզ բերում իր հետ։ Դե likelihood-ը ինչ է, արդեն ինքը հուշում է անունը, մեզ ինքը հնարավորություն է տալու գտնել n պարամետրը, n պարամետրի estimator-ը, որը որ մեզ շատ հավանական արդյունք կտրամադրի ու կասի, որ քո կատարած դատան շատ հավանական է իմ հիման վրա։ Դա ասում է ոնց որ այս մեր unknown պարամետրի estimator, ասում է, okay, ես որ կամ, ուրեմն քո դատան շատ հավանական է։ Այդ է մեր նպատակը։ Likelihood-ի formal definition-ը հետևյալն է, երբ որ մենք ունենք L likelihood ինչ որ unknown theta պարամետրի համար, մենք գտնում ենք իրականում իր ոնց որ probability-ին, բայց մի քիչ այլ կերպ։ Մենք գտնում ենք probability-ին, երբ որ ունենք դատան, իսկ մեր մոտ unknown-ը մեր իրական unknown պարամետրն է, ոչ թե մենք ունենք unknown պարամետրը եւ ուզում ենք գտնել դատայի probability-ն, այլ մենք ուզում ենք գտնել այս unknown պարամետրին հիմնվելով մեր դատայի վրա, որը մենք արդեն արել ենք, ոնց որ դիտարկումներ արել ենք, ունենք, այսինքն ամեն ինչ օքեյ է այդ առումով։ Ինքը գտնում է այս քո unknown պարամետրը ու ինքը ոնց որ maximize է անում։ Իսկ visual formula-ն կարելի է ավելի մի քիչ էլ բացենք, որ հասկանալի լինի, ինքը լինում է ասենց, երբ որ մենք ունենք x1 կատարած դիտարկում, x2, այս մեր sample-ն է, x3 ու xn, ու մենք ուզում ենք գտնել այս մեր theta-ի estimator-ը։ Հիշենք, որ մեր կատարած բոլոր մեր sample-ները իրարից independent են, identically distributed են, իսկ independence-ը մեզ probability-ի հաշվում շատ լավ հատկություն է տալի, որ մենք կարող ենք գրել բազմապատման product-ի տեսքով, ուստեղ կլինի սենց x2 ու probability xn Սա է probability-ի, տենց եթե մենք պարզեցնենք ML-ի առաջին step-ը, հիմնականում սա է իմաստը։ Մենք արդեն քննարկեցինք, չէ, կոպեկի առումով, որ մենք փորձում ենք տենց գուշակել ըստ մեր դատայի հիման վրա, դա էլ հաշվում ենք մեր ըստ probability-ն ենք հաշվում, ըստ մեր դատայի հիման վրա։ Ու այսի հեսա մենք maximize ենք անելու։ Եկեք արդեն տեղափոխվենք հենց likelihood function-ը։ Likelihood function-ը ավելի հեշտ ոնց որ խնդիրներ լուծելու համար ավելի լավ կլինի գրել, որ հավասար, եկեք ստեղից մի հատ էլ գրեմ likelihood, երբ որ մենք անում ենք theta-ի համար, ինքը product է, հեսա կտեսնեք, որ նույն probability-ների իմաստն է ստանալու, ինքը գնում է e-ից հավասարը 1 մինչև n, մեր sample-ի քանակն է, ու երբ որ մենք ունենք ինչ որ fx, մեր սիրելի PDF-ն է կամ այս դեպքում գրում եմ PDF-ը կամ էլ PMF-ը։ Այսինքն էսա IIC-ը likelihood-ի formal definition-ը։ Ու սրա հիման վրա մենք փորձելու ենք maximize անել մեր այս ֆունկցիան։ Ինչ է մեր նպատակը, որ մենք գտնել global maximum կետը։ Այդ էլ այն դեպքում, երբ որ ունի ինքը global maximum կետ։ Մենք հետո հետագայում կարող է հաշվենք երկրորդ կարգի ածանցյալը, որ հասկանանք արդյոք ինքը մաքսիմում ունի, մինիմում ունի, մաքսիմումա թե մինիմումա եւ այլն, այսինքն երկրորդ կարգի ածանցյալ հաշվելու նպատակել ու կարիքել կլինի, բայց եկեք հələ որ հաշվենք, հələ որ տենց մակերեսային անցնենք ընդհանուր ստեփերի վրայով։ Առաջին կետով արդեն մենք գիտենք, որ հաշվում ենք իր maximum likelihood ուղղակի likelihood function-ը։ Սա մեր առաջին կետն է։ Հետագայում մենք ցանկանում ենք ոնց որ maximize անենք իրան, մաքսիմումի հասցնենք, դրա համար պետք է մենք ածանցենք, բայց
դժվար է ու ոչ օպտիմիզացված է ածանցել ոնց որ արտադրյալը այնտեղ արտադրյալի ածանցման բանաձևն է մի քիչ տես խունջիկ բաներ է ստացվում դրա համար եկեք ուղղակի լոգարիթմ ենք կարանք լոգարիթմ մեր սիրելի y-ի հիմքով լ-ով լոգարիթմ ենք մեր ամբողջ likelihood function-ը ինչը մեզ հնարավորություն կտա ստանալ term-եր, որոնք որ գումարման տեսքով են, այսինքն ավելի հեշտ կլինի ածանցել գումարման ոնց որ term-երը, քան թե ածանցել իրար բազմապատկված term-երը։ Մենք ստեղ ստանալու ենք ինչ-որ term 1, այլ ճիշտ լոգարիթմ, հա, term 1 գումարած լոգարիթմ term 2 ու սենց գումարվելու են բոլորը մինչև լոգարիթմ term 3 Սա մեզ հեշտ հնարավորություն կտա հետագայում ածանցել այս լոգարիթմած likelihood function-ը, որը մեր կետերով երրորդ step-ն է, մեր նպատակն է լոգարիթմել likelihood function-ը եւ այս լոգարիթմած likelihood function-ը ածանցել ըստ մեր unknown պարամետրի։ Մենք կարանք ունենանք շատ unknown պարամետրեր մեր PDF-ի հիման վրա, մեր մոդելից եկող մենք կարանք ունենանք mu ու sigma քառակուսի կամ sigma, բայց մենք ածանցում ենք միայն փնտրվող unknown պարամետրի հիման վրա։ Դա շատ կարևոր է։ Մենք փնտրում ենք թետան, ուրեմն ածանցում ենք ըստ թետայի։ Դե ածանցելուց հետո մենք ստանալու ենք ինչ-որ մի հատ արտահայտություն, որը մեզ օգնելու է 4-րդ կետում Այս մեր լոգարիթմած likelihood թետայով function-ը, որը մենք ածանցել ենք նաև ըստ թետայի, հավասարացնել 0-ի։ Հավասարացնելով 0-ի, ոնց որ հետ ենք դառնալու ու հիշելու ենք մեր MOM estimator-ի 4-րդ կետը, որը որ կարար գար, կարար չգար, այդ հիշում եք երևի, որ մենք փորձում ենք գտնել ըստ մեր unknown պարամետրի իր sample-ից կախված որոշակի estimator։ Երբ որ հավասարացնում ենք այս 0-ի, մենք պետքա ոնց որ հաշվենք ըստ թետայի, այսինքն ըստ մեր unknown պարամետրի, ու երբ որ ըստ թետայի հաշվենք, մենք կգրենք ստեղ ML-ի, որ հավասար է որոշակի sample data-ից կախված estimator-ի։ Սա հիմնական step-երն են, որ մեզ կտրամադրի ML-ի estimator, maximum likelihood estimator-ը։ Էլի եմ ասում, կան դեպքեր, որ մենք պետքա, որ իրական տեխնիկան նաև ունի լրացուցիչ կետ, որ ասում է, որ պետքա երկրորդ կարգի ածանցյալ հանես, որ հաստատ իմանաս, ինքը հիմա վերջը գլոբալ մաքսիմում է, թե արդյոք ունի, թե գլոբալ մինիմում է, այսինքն մեր նպատակն է մաքսիմումը, իսկ ֆունկցիաներ կան, որ կարող է մաքսիմում չունենան, այսինքն իրանք կարող է չունենան maximum likelihood estimator, մենք կարանք ուրիշ տեխնիկաների դիմել, ինչ որ տենց գեներացնելու կամ ծրագրերի միջոցով կարանք գեներացնենք, փորձարկումներ անենք, ոնց որ maximum likelihood-ը այդ դեպքում չի աշխատում։ Կարան դեպքեր լինեն, որ maximum likelihood function-ի այս հավասարացված 0-ի արտահայտությունը հավասարումը չունենա լուծում, օրինակ, եթե մենք ունենանք 1 n-րորդը հավասար է 0, այսինքն մենք ստեղ թետա էլ չունենք, այսինքն այս ոնց որ հավասարումը լուծում չունի, ինչը որ նույնն է, որ գրելես 2-ը հավասար է 0-ի, որովհետև այս էլ է կոնստանտ, այս էլ է կոնստանտ ըստ մեր թետա unknown պարամետրի տեսանկյունի, այս դեպքում կարամ լուծում չունենա, ինչը որ մենք էլի կքննարկենք, մենք բարձրանալու ենք վերև, քննարկենք արդեն մեր կատարած մեր PDF-ի հիման վրա ենք մենք եզրակացություն կատարելու, որովհետև ստեղ էլի նրբություններ կան, բայց հիմնականում ML-ին ասում է սա, ինքը probability-ի իմաստ ունի, բայց պտտված։ Մենք օգտագործում ենք probability-ն, այս դեպքում արդեն ոնց որ շրջված likelihood կոչված տերմինը, որը որ մենք փորձում ենք maximize անել ու գտնել n արժեքը, n value-ն, որը իրականում հետագայում հավասար է լինելու մեր ML-ի estimator-ին, մեր թետայի համար, n value-ն գտիր, որ տեղադրելով սրա մեջ, այս likelihood function-ի մեջ, քո հավանականությունը, probability-ն, քո կատարած արդեն վերջացրած, ոնց որ կայացրած դատան,
ունենա ամենամեծ հավանականությունը, հիմնվելով քո արդեն այդ որ գտել ես այդ maximum value-ի վրա, որը մեր ML-ի estimator-ն է թետայի համար։ Այսինքն ասում եմ գուշակի այնց թետայի արժեք, որ տեղադրես այս քո բազմապատկման մեջ, քո կատարած այդ բոլոր հաշվարկների մեջ, ու ինքը քեզ տա այն արդյունքը, որ այո, քո կատարած դատան շատ հավանական է, այսինքն ես եմ քո իրական փնտրվող unknown պարամետրի estimator-ը, կամ այլ կերպ ասած, unknown պարամետրը ես եմ, եթե դու ինձ վերցնես ու այս դատան անես, շատ հավանական է, որ այս դատան իմ միջոցով է գեներացվել։ Շատ տենց եթե խորանանք կխորանանք, բայց հիմնական նպատակը այն է, որ դուք հասկանաք իր միտքը։ Ու միտքը հետևյալն է, probability տեղափոխված likelihood-ի լոգարիթմել, որ հեշտությամբ ածանցելուց հետո հավասարացնել 0-ի, գտնել նրա արմատները, որը որ հանդիսանալու է մեր maximum likelihood-ի value-ն ըստ մեր unknown պարամետրի։ Այսինքն մենք անպայման ածանցում ենք ըստ մեր unknown պարամետրի եւ գտնում ենք մեր հավասարման արժեքը, այսինքն լուծում ենք մեր հավասարումը ըստ մեր unknown պարամետրի, որը այս դեպքում մեր մոտ թետան է։ Ու նաև շատ կարևոր է, որ մենք օգտագործում ենք հավանականություն, այդ probability տերմինը, բայց շատ կարևոր է հասկանալ, որ ստեղ մեր մոտ ֆիքսված է դատան, իսկ անհայտ է մեր unknown պարամետրը։ Դրա համար մենք ոչ թե եկեք ավելի ճիշտ է ասել likelihood։ Հիշենք, որ ինքը ունի probability-ի տեխնիկան, այսինքն բազմապատկել, այնտեղ հավանականությունը հաշվել, բայց ինքը likelihood է, որովհետև մենք ոնց որ rank ենք անում տարբեր unknown պարամետրեր, unknown պարամետրերի value-ներ, ու ոնց որ ստուգում ենք ինչքան է ինքը ավելի լավ բացատրում մեր արդեն կատարված դատան։ Մենք ոնց որ հաշվում ենք probability data-ի ու օգտագործելով այն տարբեր պարամետրերը, այն տարբեր տարբերակները պարամետրերի, ոչ թե probability-ները, որ պարամետրերը իրանք են հենց, էլի, այսինքն այդ շատ կարևոր է։ Ու ոնց որ վերջնական նախադասությամբ մենք հաշվում ենք հավանականությունները դատաների, օգտագործելով ոնց որ տենց հաշվի առնելով տարբեր շատ տարբեր տեսակի պարամետրեր, ու մենք ընտրում ենք այդ պարամետրերից ամենալավը, ամենաճշգրիտը, որը որ բացատրում է մեր դատան ամենաճշգրտորենը, ամենահավանականն է դարձնում մեր դատան։ Մենք ընտրում ենք հենց այդ պարամետրը ու իրան ասում ենք ML-ի estimator։